Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հայաստանը խախտել է Մոսկվայի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը, Երևանի համար բոլոր տնտեսական և քաղաքական հետևանքներով։ Զախարովան նաև նշել է, թե Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ հանրապետությանը ձգում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։ Նրա խոսքով Հայաստանը մտնում է Եվրոպայի ռազմականացման ծրագրերի մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ուկրաինացիներին և դիվանագիտական առաքելությունների անձնակազմերին կոչ է արել հեռանալ Կիևից, հաշվի առնելով, որ մայիսի 9-ի շքերթի ժամանակ Ուկրաինայի հնարավոր հարձակման դեպքում Մոսկվան անխուսափելի հարված կհասցնի։ Նա ևս մեկ անգամ կրկնել է հարկավոր է տարհանման այս կոչին վերաբերվել ամենայն լրջությամբ։ Եվրամիությունից արձագանքել են։ Եվրահանձնաժողովի խոսնակ Անուար Էլ-Անունին նշել է. Կիևի վրա հարձակվելու Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները նրա անխոհեմ էսկալացիոն մարտավարության մի մասն են։ Ռուսաստանը հերթական անգամ աղաղակող կերպով փորձում է մեղքը բարթել Ուկրաինայի վրա սեփական ագրեսիվ պատերազմի համար։ Ինչ վերաբերում է մեզ ԵՄ-ին, մենք չենք փոխի մեր դիրքորոշումը կամ ներկայությունը Կիևում, ասել է Պաշտոնյան։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտնել է, որ մայիսի 9-ի շքերթի հետ կապված Կիևի սպառնալիքների պատճառով Ռուսաստանի նախագահի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի հայտարարած հրադադարը կգործի մայիսի 8-ին և 9-ին։ Հրադադարի նախաշեմին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Մոսկվայի գործողություններին կպատասխանեն հայելային կերպով։ Իսրայելը և Լիբանանը մայիսի 14-ին և 15-ին Վաշինգտոնում նոր բանակցություններ կանցկացնեն, հայտարարել են պետքարտուղարությունից։ Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Բեյրութին ապրիլին հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ։ Իսրայելական հարվածի թիրախում է եղել Հզբոլահի Ռադվան ուժերի հրամանատարը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը սպասում է Թեհրանի պատասխանին կապված հակամարտության դադարեցմանն ուղղված ամերիկյան առաջարկի հետ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կողմերը մոտ են մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը, որը պաշտոնապես վերջ կդնի հակամարտությանը և մեկնարկ կտա բանակցությունների, ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացմանը և Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը։ Հորմուզի նեղուցում շարունակում է արգելափակված մնալ 1600 նավ, որոնց տախտակամածին գտնվում է 20,000 նավաստի։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։